Պարոն Նահապետյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես սկսենք վերջին տեղեկություններից, որ գալիս են ինտենսիվ հարվածներ են հասցվում եւ Ռուսաստանի կողմից եւ Ուկրաինայի կողմից։ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը բարձր ճշգրտության զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Հատկանշական է նաև, որ երեք Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ հայտարարեց այս մասին, որ Ռուսաստանի կողմից ագրեսիա չկա, Ռուսաստանը պատերազմը չի սկսել, այլ արձագանքում է Կիևի կողմից արևմուտքի աջակցությամբ սանձազերծված ռազմական գործողություններին։ Խնդրեմ, մենք տեսնում ենք նաև Վոլգագրադի վրա Ուկրաինայի հարձակումից կադրեր կան, որոնք հրապարակվել են Ուկրաինայի զինված ուժերը գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքի երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Խնդրեմ։ Նախ ով է սկսել պատերազմը եւ հետո այդ պատերազմը ինչ փուլ է մտել։ Ուրեմն առաջին, այս պատերազմը Ռուսաստանի եւ հավաքական արևմուտքի միջև սկսել է 2014 թվականին, երբ Ուկրաինայում արևմուտքի մի շարք երկրների, այդ թվում եվրոպական երկրների, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից 2014-ին կրկնում եմ իշխանության բերվեց նացիստական գաղափարախոսության վարչակազմ։ Այդ վարչակազմի իշխանության բերելու նպատակը ակնհայտ էր՝ պատերազմ Ռուսաստանի դեմ։ 2014-ից մինչև 2022 թվականի հատուկ ռազմական գործողություն սկսել է Ռուսաստանի կողմից 35,000 Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի Ուկրաինայի քաղաքացիներ ազգությամբ ռուսերեն զոհվել։ Դրա մասին որույթը մեկը հրապարակային ընդդիմադիր դաշտի, այսպես ասենք, ռուսական կողմի որույթը ձեւով չի արձագանքում։ Լուգանսկում 1000 երեխա է զոհվել։ Հրեշտակների արահետ մի հուշարձանների համալիր կա, այդ երեխաները ովքեր զոհվել են։ Ուկրաինական ինքնաթիռները ռազմական ռումբեր էին նետում խաղաղ բնակիչների, քաղաքների, բնակավայրերի վրա 8 տարի, եւ Դոնեցկ Լուգանսկի բնակչությունը ստիպված դիմեց ինքնապաշտպանության։ Ռուսաստանը այդ ժամանակ որույթը ձևով չկար Ուկրաինայի հետ բախման, կային կամավորներ։ Ես ուզում եմ մեզ լսողների համար պարզ լինի, սա նույնն էր, երբ 1988, 91, 92 թվականներին 4 տարի Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ տարբեր հատվածներում բռնության միջոցով փորձում էր մարդկանց ստիպել, որպեսզի իրենց բնակավայրերը թողեն։ Հայաստանից այո գնում էին կամավորական ջոկատներ։ Կանոնավոր զորք չկար, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ժամանակ բանակ չուներ։ Եվ մինչև 91 թվականը խորհրդային միություն էր, կամավորներ գնում էին, այո։ Ինչա չգնային։ Հիմա նույն զուգահեռ տանում ենք 2014-ից մինչև 2022 թիվ Դոնեցկ Լուգանսկ։ Երբ այո Ռուսաստանից գնում էին կամավորներ, բայց բանակ որպես այդպեսին, զրատ տեխնիկա, օդուժ, կանոնավոր ստորաբաժանումներ նման բան չի եղել։ Ուկրաինայի նացիստական վարչակազմի կողմից նորից եմ կրկնում մի քանի տասնյակ հազար Դոնեցկ Լուգանսկի բնակիչ է զոհվել։ Ընդհանրապես միայն դրանից հետո, երբ միջնորդներ հանդես եկան, որ Ռուսաստանին հորդորեցին, որ կարող են սկզբունքորեն կանգնեցնել այդ ամեն ինչը եւ չարեցին, եւ մոտ 250 հազարանոց ուկրաինական բանակը Դոնեցկ Լուգանսկի այն մասերում, որտեղ հիմնականում բնակվում էին ռուսախոս բնակիչներ, որոնց իրավունքները Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները ոտնահարել էին, այնպես ինչպես Արցախի մեր քույրերի ու եղբայրների իրավունքներն էին ադրբեջանցիները 1988 թվականին ոտնահարել, եւ միայն դրանից հետո 250,000 զորքը կուտակվել էր Դոնեցկ Լուգանսկի սահմանին, այն սահմանին, այն բնակավայրին, որտեղ դեռևս բնակվում են ռուսները, Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ ռուսները։ Նոր միայն դրանից հետո այդ 250,000-ի կանխարգելի չարված հասցվեց։ Նրանք մտնելու են այդ տարածք 2022-ի մարտ ամսին, մարտի առաջին կեսերին։ 2022-ի փետրվարի միայն 24-ին
Ռուսաստանի Դաշնությունը երկրի բարձրագույն ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ իրենք այդ բնակիչների անվտանգությունը ապահովելու համար զորք են մտցնելու։ Միայն դրանից հետո։ Եվ այսքանից հետո պարզվում է, որ Ռուսաստանը ագրեսոր է։ Այդ նույն տրամաբանությամբ օրվա իշխանությունները դյուրին կերպով կարող են ասել, այո, այն կամավորները, որոնք որ ժամանակին գնում էին Արցախ պաշտպանելու մեր քույրերին, եղբայրներին, իրենք եւս ագրեսոր են։ Չէ՞ մենք ագրեսոր չենք եղել, մենք գնացել ենք պաշտպանենք։ Հիմա ինչ վերաբերվում է ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունները իրապես հիմա թևակողել են լրիվ այլ, որակապես այլ փուլ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Եվրամիության երկրները լծվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ձեռքով մեծ պատերազմ սանձազերծելու գործին։ Նպատակը երկու նպատակ են հետապնդում։ Առաջին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մոտ հեռար անընդոչու սարքերի հարվածների միջոցով հիմնականում նավթավերամշակման գործարաններին, քրիտիկական ենթակառուցվածքներին, կամուրջներին, գնացքներին, նավերին եւ հիմնականում նավթավերամշակման գործարանների պահոցներին, որտեղ նավթն է վերամշակված կամ ոչ, ասենք բենզինի վերածված։ Նպատակը Ռուսաստան Դաշնությունում բնակչության շրջանում առաջացնել մեծ դժգոհություն, շատ մեծ։ Խորհրդանական ընտրությունների նախաշեմին այդ բենզին օպերացիան երբ սկսեց, իրականում սա նույնն էր, սա մասին ես ասել եմ, ինչ 1917 թվականի փետրվար ամսին Նիկոլայ II-ի իշխանությունը տապալելու համար արդյունաբերողները, որոնք գաղտնի դաշինք էին կնքել Նիկոլայ II թագավորի զարմիկների եւ բարձրաշան զինվորականների հետ Նիկոլայ II-ին իշխանությունից հեռացնելու նպատակով հատուկ մոտ 1 շաբաթ Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգի հացի խանութներում սև հաց չբերեցին եւ ժողովուրդը իջավ փողոց։ Այս սա էր այն դետոնատորը, որով Նիկոլայ II-ին իր իշխանությունը խլող անձինք համոզում, ստիպում, հորդորում էին, որ վերջինս իշխանությունը հանձնի, ցույց տալով ժողովուրդը, որ փողոցում է եւ դու վատ ես կառավարում, իրականում արհեստական էր։ Հիմա նույն այս բենզինի պատմությունը արվեց, որը փաստացի չզոքացվեց։ Բենզինի խնդիրը սկզբունքորեն ռուսական իշխանությունները կարողացան չզոքացնել։ Հիմա ուրեմն առաջին խնդիրը Ռուսաստանում իշխանապողություն իրականացնելն է, եւ այդ իշխանապողություն իրականացնելու ընտրվել է լավագույն ժամանակ։ Նախ բենզինի օգտագործման առավել շատ ամիսներն են, գյուղատնտեսական աշխատանքներ, բերքի հավաքում, բերքի տեղափոխում, մեկ արձակուրդներ, տրանսպորտային միջոցի երկար տեղափոխումներ։ Այո, բենզինի սպառումը մոտ 50-60%-ով այդ ամիսներին, այն ամիսներին, որ հիմա է ամռան ամիսներին, դրանք շատանում են։ Եվ երկրորդ խորհրդանական ընտրությունները սեպտեմբերին, այսինքն մարդկանց դժգոհություն, որտեղ Արևմուտքը հույս ունի, որ Ռուսաստանի քաղաքացիների մի մասը այս իրավիճակից ելնելով, իշխանություններից դժգոհ լինելով, չի գնա ընտրատեղամասեր կամ գնալուց ձայնը չի տա Միացյալ Ռուսաստան իշխող կուսակցությանը։ Ակնհայտ է, որ սա ծրագրի մի մասն է։ Հավաքական Արևմուտքը այս գործիքով փորձում է Ռուսաստանում իրականացնել իշխանապողություն ընտրությունների միջոցով։ Կա երկրորդ ծրագիրը։ Երկրորդ ծրագիրը Ռուսաստանի տնտեսության վրա էապես ազդելն է։ Ինչպես բրիտանական եւ ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի գործարանները Ուկրաինային են տրամադրել մինչև 3,500 կիլոմետր հեռավորության վրա թռչող ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքեր, որոնք դյուրին կերպով կարողանում են շրջանցել ռուսական հակաօդային պաշտպանության եւ հակաարթիլերային պաշտպանության որոշ միջոցներ, ոչ բոլորը։ Եթե ռուսական կողմը օգտագործում է նմանատիպ գերանի 6 տիպի անօդաչու թռչող սարք, որը մոտ 6 կիլոմետր բարձրության, 600 կիլոմետր ժամանակությամբ թռչում է եւ սկզբունքորեն ռեակտիվ շարժիչով է աշխատում եւ ուկրաինական հոպի համար անհասանելի է, միաժամանակ նաեւ բալիստիկ հրթիռներ է եւ դրանք բոլորը
ուղղակիորեն խոցում են ուկրաինական թիրախները։ Ապա ուկրաինական կողմից թռչող անօթաչուների մոտ ու առավելագույն մինչև 10%-ն է թիրախային աշխատում, որը բավականին շատ է, որտեղ անօթաչուների արտադրությունը միայն Ուկրաինան չի անում, Ուկրաինան իր տարածքից հանել է անօթաչուներ Ուկրաինայում այլևս չեն արտադրվում է Եվրոպայում, բերվում է Ուկրաինայում փոքր արտադրամասերում ուղղակի այդ խորհրդային տարիներին այդպիսի մի ձևակերպում կար ատվիոտոշնի ռեժիմ, երբ բերում ուղղակի հավաքում են եւ կամ այդ հավաքել անգամ առաջնագծում է տեղի ունենում։ Այսինքն Եվրոպան է արտադրում եւ Միացյալ Նահանգները իրենք են տալիս Ուկրաինային։ Հիմա այդ անօթաչուների մոտ առավելագույն 10%-ը թիրախներին հարվածում է։ Դա բավականին բարձր տոկոս է, իդեպ ասել։ Ընդ որում հարվածները շուտով ես կարծում եմ ձմռան նախաշեմին աշնան մոտ հարվածելու են օրինակ սննդի մեծ պահոստներին։ Ուշադրություն դարձեք, եթե հիմա հարվածում են այնտեղ, որտեղ շատ մարդիկ քաղաքացիներ տուժում են, օրինակ Բարբերիսի պահեստներին, որտեղ շատ մարդիկ, տնտեսվարող սուբյեկտներ ունեն ապրանքներ, այրվեց անպաշտպան տարածքի, այրվեց մարդիկ դժգոհում են, շատ մարդիկ, այսինքն այստեղ մարդկանց քանակի մասին է խոսքը, վառելիք չկա, շատ մարդիկ են դժգոհում։ Բայց կարծում եմ, որ աշնան կողմ հարվածները լինելու են հիմնականում մեծ ամբարներին, պահոստներին սննդի, դա համատարած է։ Հարված է լինելու երկաթուղային կայարանների, շոգեքարշներին։ Ուշադրություն դարձեք, որ նույն մարտավարությունն է, ինչ Խորհրդային Միության Բելարուսիայի եւ Ուկրաինայի տարածքում բնակիչները, պարտիզանները հիմնականում ոչնչացնում էին գերմանացիների բանակի համար սննդի պահեստները եւ երկաթուղին, նույնիսկ անգամ հայտնի տերմին կար ռուսական կողմը խորհրդային տարիներն էր այդ տերմինը շրջանառության մեջ մտել Железнодорожные войны, այսինքն պայթեցվում էր ամեն ինչ, երկաթուղին, որտեղ հիմնականում երկաթուղով էր տեղափոխվում։ Հիմա նույն մարտավարությունը Ուկրաինան է որդեգրում։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Ուկրաինան փորձ է անելու հիմնականում հարվածել առաջին հերթին սննդի պահոստներին, փորձելով ձմռան նախաշեմին երկրում դժգոհության ֆոն առաջացնել անբավարար չափով քաղաքներում հիմնականում սննդի տեղափոխման կամ սնունդ դինելու նպատակով։ Սա է հիմնականում մարտավարությունը, իսկ գետնի վրա ռուսական զորքերը դանդաղ, բայց աստիճանաբար ազատագրում են բնակավայրեր, ընդ որում Ուկրաինայում սկզբունքորեն ձախողվել է զորակոչը։ Մարդիկ չեն գնում, մարդկանց ուղակի որսում են, կապ չունի դու հիվանդ ես, թմրամոլ ես, հաշմանդամ ես, բանակից ազատված ես, բոլորին դեպի ճակատ։ Եվ այս առումով շատ հետաքրքիր իրադարձություն վերջերս տեղի ունեցավ, առ այսօր շարունակվում է ռուսերեն կոչվում է Կարտոննի Մայդան։ Կարտոննի Մայդան, այդ Կարտոննի Մայդան կոչվածը ինքը արևմուտքի կողմից Պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովին իշխանությունից հեռացնելու է միտված։ Ինչու՞։ Ֆյոդորովը փաստորեն 65 միլիարդ Եվրամիության կողմից հավաքված եւ Ուկրաինային տրվող սկզբունքորեն հետո հետ վերցնող այն գումարներն են, որով պետք է ուկրաինական կողմը զենք կներ եվրոպական տնտեսվարող սուբյեկտներից եւ Միացյալ Նահանգների։ Ֆյոդորովը, որը Միացյալ Նահանգների կողմից, այսպես ասենք, նշանակված պաշտպանության նախարար, այդ գումարը փորձեց ինքը տնօրինել։ Իսկ Զելենսկին, որը բավականին երկար ժամանակ աշխատում էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների լավագույն բարեկամներից մեկի, եվրոպական մայրցամաքի իրեն կայսրուհի զգացող Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, այդ տիկինը այդ մեծ գումարներից ատկատ ուներ, եւ իր ատկատը պահանջեց, որը Ֆյոդորովը չէր տալիս։ Փաստացի եւ Զելենսկին, որպեսզի այդ կտրվածքով աղմուկ չբարձրանա, ուժային ամբողջ բլոկից ազատվեց, այդ թվում պաշտպանության նախարար, շտաբի պետ, գերագույն գլխավոր հրամանատար, նոր նշանակումներ արեց, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգները հետամուտ է Ֆյոդորովին բերել, ընդ որում սկզբունքորեն չի բացառում, որ այդ անձը
շուտով Միացյալ Նահանգների հովանավորությամբ դառնա Զելենսկուն այլընտրանք։ Եթե իհարկե այդ վտանգը կա, ասենք գործելավոճը Զելենսկու վարչակազմի հետևյալն է՝ կա մարդ, կա պրոբլեմ, չկա մարդ, չկա պրոբլեմ։ Ուղղակի այդ անձին կարող են ֆիզիկապես վերացնել, բայց այդ դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմի զարույթը Զելենսկու եւ մի 6-ի, ընդ որում Զելենսկու իշխանությունը առ այսօր Կիևում պահում է բրիտանական մի 6 ռազմական հետախուզության սպաները։ Զարույթը կարող է շատ մեծ լինել եւ Զելենսկին եւս երկրային կյանքի հրաժեշտ է։ Այսինքն հիմա Ուկրաինայում այս առումով բավականին լուրջ լարումներ են գնում։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում է իշխանությունը խլել բրիտանացիներից Ուկրաինայում։ Այսօր այո, եվրոպացիները եւ բրիտանացիները Ուկրաինայում Զելենսկու վրա ունեն շատ ավելի մեծ իշխանություն, քան Միացյալ Նահանգները։ Եվ անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում նաև Ուկրաինայի պահով, ձախողվել են, եւ այդ ձախողման մասին եղավ Մարկո Ռուբիո Սերգեյ Լավրով հանդիպան ժամանակ։ Տևեց կես ժամ, այդ ինչպես ասում են, բարև բարլուս մի բաժակ թե խմեցին ու բաժանվեցին։ Ակնհայտ է, որ եվրոպական կողմը կարողացավ Միացյալ Նահանգներին ստիպել Ռուսաստանի նոր պայմաններ պարտադրել, եւ այդ նոր պայմանների մեջ մտնում է Ռուսաստանի կապիտուլյացիան, ոչ ավել, ոչ պակաս։ Այն պայմանագրի ստորագրումը, որը պետք է լինի Ուկրաինայի Եվրամիության, ՆԱՏՕ-ի Միացյալ Նահանգների կողմից։ Ռուսաստանի համար բացարձակապես անընդունելի է ռուսական կողմը շարունակելու ռազմական գործողությունները։ Կարելի է ասել, Ուկրաինան կտրվեց 100%-ով ծովից, Նիկոլաևի եւ Օդեսայի մարզերը ամբողջովին այլևս կտրված են։ Միջազգային ոչ մի ընկերություն, այդ թվում նաև ապահովագրական, ոչ մի նավ չի մոտենում Օդեսային, ասենք, բերի անհրաժեշտ զենք, զինամթերք կամ Օդեսայից տեղափոխի հացահատիկ։ Մնում է, ես կարծում եմ, որ ռուսական կողմը Ուկրաինային կտրի ցամաքային ճանապարհից, այսինքն Ուկրաինան ամբողջովին ենթարկի բլոկադայի։ Ինչևէ պատերազմը շարունակվում է, այդ նույն տրամաբանությամբ շարունակվում է նաև ռազմական բախումները Իրանի մի կողմից եւ Միացյալ Նահանգների մյուս կողմից։ Ես կարծում եմ, այս վերջին 1-2 օրը Միացյալ Նահանգների հետ քայլ արեցին, կարծես թե այդ ակտիվությունը մի փոքր դանդաղեց, ու տարբեր գնահատականներ կան, այդ թվում նաև հրթիռների մեծ պակաս կա, Միացյալ Նահանգները բավական թանկարժեք հրթիռներ են արտադրում, ոչ մեծաթիվ, մեծ քանակ, ի տարբերություն իրանական կողմի, որոնք էժան անօդաչուներ եւ բալիստիկ հրթիռներ են արտադրում։ Եվ այդ Միացյալ Նահանգների պաուսները այդքան էլ շատ չեն։ Նու Միացյալ Նահանգները պարբերաբար փորձանում է Իրանի ղեկավարության վրա ազդել մոտապես նույն մարտավարությամբ, ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայի։ Իդեպ հարված քրիտիկական ենթակառուցվածքներին, կամուրջներին, նավահանգիստներին, նավերին, ռազմաարդյունաբերական համալիրի գործարաններին, իդեպ կարելի է ասել մեկին մեկ Միացյալ Նահանգների քայլերը Իրանի նկատմամբ նույնը ինչ որ Ռուսաստան հիմա անում է Ուկրաինայի հանդեպ։ Բայց մի բան պարզ է, որ իրանական կողմը շատ ավելի ամուր է, շատ ավելի միակամ է, ներսից խժդժություններ, անջատողական տրամադրություններով չեն կարող այդ երկրում առաջացնել իշխանափոխություն։ Փորձ արվեց օգտագործել Իրաքի քրդերին եւ Իրանը օրեր առաջ կանխարգելիչ հարվածներ հասցրեց Իրաքում քրդական այն ստորաբաժանումներին, որոնց պատրաստում էին, որոնք ահաբեկչական եւ պարտիզանական մարտավարությամբ պետք է մտնեին Իրանի տարածք։ Իրանը բավական իրազեկ է այդ առումով, չմոռանանք, որ Իրաքը այնուամենայնիվ շիա մահմեդական երկիր է եւ Իրաքում կա 400,000 կամավորական ջոկատ շիա մահմեդական, որը Իրանի Իսլամական Հանրապետության պրոքսի կառույցներից մեկն է Իրաքում։ Այնպես որ Իրաքից որքան էլ որ փորձ արվի նման քայլեր անել, կարծում եմ դա սկզբունքորեն ձախողված է։ Մյուս ճակատը, որը որ կարելի էր բացել Իրանի դեմ Ադրբեջանն է, բայց Ադրբեջանը լավ է հասկանում, որ եթե հանկարծ ինքը նման քայլի գնաց,
այդ պետությունը իսկապես կարող է ոչ միայն մասնատվի, այլ ամբողջովին վերանա, որովհետև Իրանը զգուշացրել է պետությունների անուններ չտալով ցանկացած պետություն, որի տարածքից իր երկրի տարածքային ամբողջականության, անվտանգության, քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրներ կառաջանան, օդային տարածքների տրամադրման հետ կապված, Իրանը առանց այդ երկին զգուշացնելու միանգամից հարվածելու է։ Ընդ որում դա կարծում եմ առաջին հերթին վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա ընդունենք գիտություն եւ Ադրբեջանի ղեկավարությունը հրաշալի սա ինչի հասկանում։ Բայց հիմա եթե ուշադրություն դարձնենք, օրեր առաջ շատ հետաքրքիր զարգացումներ եղան, երբ Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկ նախարարությունները կնքեցին խաղաղ ատոմի շահագործման պայմանագիր։ Այսինքն Միացյալ Նահանգները տրամադրում է տեխնոլոգիաներ այդ երկրին։ Ինչի համար։ Ընդ որում այդ խոսակցությունները տարիներ առաջ էր եղել, բայց Միացյալ Նահանգները մերժել էր։ Ես կարծում եմ սա նշան է նրան, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ համակերպվել է այն իրողության հետ, որ Իրան Իսլամական Հանրապետություն միևնույն է դառնալու է միջուկային տերություն։ Այն 60 Ֆեթվան հանել են նախորդի, արգելք կար, հոգևորականներ արգելք էին դրել, որ Իրանը կարող է այդ արգելքը, այսպես ասենք, հայեցողական արգելք էր, այսինքն տեսակ այդ մոտեցում, որ Իրանը միջուկային տերություն չպետք է դառնա, շարունակելու միջուկային զենքի կիրառման ժամանակ զոհերի մեծ թիվը ամեն դեպքում հիմա դա այդ հայեցակարգային մոտեցումը ոնց որ թե անցյալում է, Իրանը ունի բավականաչափ մոտ 30 կիլոգրամ գոնե այդպես ասում է 60%-անոց հարստացված ուրան, որը շատ արագ կարող է արդեն դառնալ ռազմական ուրան, պլուտոնիում եւ միջուկային զենքի հրթիռներ Իրանը ունի, դա խնդիր չէ, էլի, միջուկային տերություն դառնալու համար։ Եվ Միացյալ Նահանգները որոշել է, որ ի հակակշիռ Իրանի Իսլամական Հանրապետության մի պետություն, իր դաշնակից պետությունը եւս պետք է դառնա միջուկային տերություն։ Իդեպ այդպես եղավ Պակիստան, Հնդկաստան պետություններում, երբ մեկը դարձավ միջուկային տերություն, Հնդկաստանը, Պակիստանի շատ արագ դարձրեցին միջուկային տերություն։ Հիմա ես կարծում եմ, այստեղ այդ պայմանագրի Միացյալ Նահանգների կնքումը ուղղակիորեն նշան է, որ նա համակերպվել է, որ Իրանը այնուամենայնիվ դառնալու է միջուկային տերություն։ Բայց այստեղ արդեն Իսրայելի խնդիրն է։ Իսրայելը ինչ խնդիրներ ունի, ես կարծում եմ, որ Իսրայելը խնդիրներ է ստանում հիմա արդեն Թուրքիայից եւ Իսրայելի, Հունաստանի, Ֆրանսիայի մտերմությունը պատահական չի։ Ես կարծում եմ հակաթուրքական բլոկ է ստեղծվում, այստեղ երկու շահագրգիռ պետություն կա, խոսքս Իսրայելի մասին է, որտեղ Թուրքիայի հետ ինքը առնվազն 3 պետության տարածքում ունի լրջագույն մրցակցություն։ Խոսքը Սիրիայի մասին է, խոսքը Գազայի հատվածի մասին է, Թուրքիայի մասին է եւ քրդերի մասին է։ Հիմա այդ հակասությունը այնուամենայնիվ, ես չգիտեմ, կբերի լուրջ հակամարտության թե չէ, բայց երկու պետությունների ամիջական բախման, բայց որ միջնորդավորված այլ պետության տարածքներում այդ լարումները ակնհայտ է երևում է։ Մասնավորապես Իսրայելը բավական լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հունաստանի հետ։ Սա պատահական չի։ Հիմա մյուս կողմից Հունաստանը խնդիր ունի Թուրքիայից այն հյուսային Կիպրոսի մասը, որ ժամանակին 1974-ին Թուրքիան գրավեց, այդ տարածքը հետ բերի։ Այսինքն Հունաստանի համար պետք չի մոտիվացիոն դաշտ ստեղծել Թուրքիայի դեմ, դա կա։ Հիմա ինչու՞ է Ֆրանսիայի շահագրգռվածությունը։ Ֆրանսիան էլ փորձում է միջերկրական ծովի ափի թուրքական ներկայությունը դուրս դնել, ինչու որտեվ այդ տարածքներում կա գազի հսկայական պաշարներ, որտեղ անուղակի մրցակցություն է գնում Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջև։ Իսկ Ֆրանսիան այդտեղ խիստ առարկական շահ ունի եւ դրա համար ինքը հրապարակավ եւ ոչ միայն դաշնակցելու է Իսրայելի եւ Հունաստանի հետ։ Հիմա ինչ է անելու Թուրքիան։ Այսինքն հասկանալի է, որ Թուրքիան ինքը եւս պետք է դաշնակիցներ փնտրի։ Եվ կարծես նոր ընդհանրապես լրիվ նոր վերադասավորումներ կարող է առաջանալ։ Իդեպ ինչպես եղավ 100 տարի առաջ, երբ Քեմալ Աթաթուրքը մի օրվա մեջ կոմունիստական կուսակցություն ստեղծեց,
եւ Ռուսաստանին համոզեց այն ժամանակ, որ իրենք եւս միանում են համաշխարհային այդ շարժմանը հարստահարողների դեմ եւ ընդհանրապես օգնություններ պետք է այդ օգնությունը ստացավ Քեմալը։ Ոչ չեմ բացառում, որ Թուրքիան հիմա դաշնակիցների վերադասավորում անի, ընդ որում իր համար դաշնակից դառնա Իրան Իսլամական Հանրապետությունը, իր համար դաշնակից դառնա ոչ ավել ոչ պակաս Չինաստանը, իր համար դաշնակից դառնա Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն զուգահեռները ոնց որ թե երևում է, 100 տարի առաջվա դեպքերի, որտեվ Թուրքիան ունի տնտեսական լրջագույն խնդիրներ, իրենց դրամի կտրուկ արժեզրկում, տնտեսությունը ուղղակի պահվում է իշխանության բիրտ ակցիանի մեջ, ինչպես Հայաստանում, մեծ հաշվով մեզ մոտ էլ արտաքին պարտքը տրաքած վիճակ է, բյուջեում գումար չկա, հասկանում ենք ոնց են կառավարում, ոնց են պահում, հիմա նույն վիճակը Թուրքիայում է։ Եվ այդ առումով ես չեմ բացառում, որ իսկապես դաշնակիցների վերադասավորումն է։ Չբացառել, որ Հայաստանը հայտնվի Իսրայել, Հունաստան, Ֆրանսիա դաշինքի մեջ, իդեպ 1918-21-ին էլ Հայաստանը Անտանտի անդամ երկիր էր, մինչև 20 թվականի դեկտեմբեր, հա։ Եվ մենք կորցրեցինք շատ բաներ։ Չգիտեմ ինչքանով են կարողանում մասնագետները պատասխանատու գնահատել, բայց ուրվագիծը ստեղծվում է, այսինքն Իսրայել-Թուրքիա հակամարտությունը հիմա բերում է այդ երկու պետությունների շուրջ պետությունների դաշինքի ձևավորման։ Այդ դաշինքի մեջ Հայաստանը ամենայն հավանականությամբ հայտնվելու է Իսրայելի դաշնակիցների մեջ։ Բնականաբար Ադրբեջանն է, որ խնդրահարույց է, նա մի կողմից Իսրայելը լուրջ ազդեցություն իր երկրում, մյուս կողմից Թուրքիան, բայց վստահաբար ասեմ, որ Ադրբեջանը հայտնվելու է Թուրքիայի օրբիտայում եւ այդ երկու բլոկի կարմիր գծերից մեկը անցնելու Հայաստանով։ Սրանից բխող բոլոր սպառնալիքները, որը նետվելու է մեր պետության առջև։ Այսպես։ Եվ հիմա գանք մյուս հարցերին, գիտեք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նաև սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի արտահանումը։ Ես խնդրեմ այս տնտեսական խնդիրներին անդրադառնալ, պարոն Նահապետյան, խնդրեմ։ Ես սկզբունքորեն տաղավարից եմ հայտարարել, որ իմ գնահատմամբ Ռուսաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը Հայաստանի գյուղմթերքի արտադրության հետ կապված սխալ որոշում էր, որտեվ եթե դա միջոց է, նպատակ է իշխանությունների վրա ազդելու, կարծում եմ սա ավելի շուտ ազդեցություն է տնտեսվարող սուբյեկտներին, գյուղացիներին, վերամշակող գործարանների ղեկավարներին։ Իշխանությունները ոնց եղել են, այդպես մնում են, ավտորիտար ռեժիմով նման քայլերով իշխանությունները հրաժարական չեն տալիս։ Եվ հետաբար այդտեղ տուժելու է հայ տնտեսվարող սուբյեկտի պատասխանատուն, լինի դա գյուղացի, լինի ֆերմեր, լինի վերամշակող ձեռնարկությունների տնօրեններ եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ կաթնամթերքի հետ կապված կրկին իշխանություններին, ինչպես ասում են Նիժե Կալյանը, տուժել են մեր գյուղացիները, անասնապահությամբ զբաղվող մեր երկրի քաղաքացիները եւ որի հետևանքով ընդամենը իշխանությունները կարող են, ասենք, հակառուսական դաշտում որոշակի դիվիդենդներ ապահովել։ Եթե ռուսական կողմի որոշ վերլուծաբաններ, մասնագետներ գնահատում են, որ այդ քայլերի արդյունքում այնուամենայնիվ իշխանությունների վրա կունենան լուրջ լծակ, ազդեցության լծակ, որովհետեւ վերջիններս ինչ որ քայլեր անի, ես կարծում եմ այդ հաշվողները կամ մասնագետները ռուսական լրջագույնը սխալվել են։ Իշխանությունների համար դա խիստ երկրորդական է, թե ինչպես կլինի դա։ Բայց Փաշինյանը ամեն անկյունում համոզում է, որ փորձելու ենք ամեն ինչ անում եմ, ԵԱՏՄ շուկան մեզ համար շատ կարևոր է, դրան զուգահեռ խափում են ժողովրդին, թե օրինակ ծիրան են արտահանում Եվրոպա, պարզվում է Իսպանիային միայն արտահանել, են էլ փչացած ծիրան, էլ ավելի հետո պարզվում է, օրինակ վերջերս մեր տաղավարից պարոն Շահինյանը ասում է, որ վերջին օրերին հենց գտնվել է Եվրոպայում, Իսպանիայում եւ այնտեղ հայկական ծիրան անգամ չի արտահանվել, այսինքն անգամ այս դաշտում են խափում։ Դե Փաշինյանը պետք է կերակրի ժողովրդին, հիմա ժողովուրդը ասում է քո վարած քաղաքականության հետևանքով մեր գյուղ մթերքը
ռուսական շուկայում, որտեղ 98%, նորից եմ կրկնում, 98% Հայաստանից արտանվող գյուղմթերքը շուկան դա Ռուսաստանն էր, 78% վերամշակող արտադրանքը գյուղմթերքի, այդ թվում նաև խմիչքները ռուսական շուկաներ, դեռևս ԵԱՏՄ-ի մասին չեմ ասում։ Հիմա երբ որ այդ շուկաները փակում է, Փաշինյանը ժողովրդին ինչ-որ բանով կերակրի, սուտ խոսքով, ինչ ծիրան արտանել, ինչ ձուկ, այս վերջերս ձկի հետ կապված խնդիր կար, այսինքն պարզվում է Եվրոպային արդեն նորվեգյան ձուկ չի վաճառելու, Հայաստանից են ձուկ տանելու։ Կամ ասենք Հոլանդիայից ծաղիկ էլ չեն տանելու, Հայաստանից ծաղիկը պետք է Եվրոպա տանեն։ Կամ ասենք Իտալիայից գինի չեն տանելու, Հայաստանից գինի պետք է տանեն։ Կամ Ֆրանսիայից Եվրոպա կոնյակ չեն տանելու, Հայաստանից պետք է տանեն, լուրջ եք ասում։ Եվ այդպես շարունակ, այսինքն այսօր Հայաստանի գյուղատնտեսության այն որ մի հարված հասցրեց Փաշինյանը 2018-ին գյուղնախարարությունը որ փակեց, լինելով հիմնական արտադրանքը գյուղմթերք, դու փակում ես գյուղմթերքի արտադրության հավաքելու եւ սպառելու կազմակերպող մասնագիտական կառույցը, որի անունը գյուղատնտեսության նախարարություն, փակում ես հատուկ։ Ես կարծում եմ դա կանխամտածված էր եւ հիմա ինչ որ ստացվում է, այստեղ ինչպես ասում են, բաննա Թուրքիան է շահելու։ Մեր Հայաստանի գյուղատնտեսության վերջը դա Թուրքիայի համար երկնքից մանանա է ընկած։ Ինչու՞։ Որտեւ եթե դու այլևս քո գյուղացին ոչինչ չի արտադրում, չես մշակում, Հայաստանը դառնում է ամբողջովին շուկայում համար։ Թուրքիայի ու վերջ։ Թուրքիան իր էժան գյուղմթերքով արտադրանքով լցվելու է Հայաստան։ Բացի այդ նաև այսօր ուղերձ է հղել Գագիկ Ծառուկյանը Կալանավայրից եւ շեշտադրումն էլ հա կուզեմ մեջբերել եւ ձեր մեկնաբանությունը։ Ադրբեջան ինտենսիվ մտնում է շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս են գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում եւ աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։ Խնդրեմ։ Ճիշտ է, իրականում, ուրեմն երբ այսպես պետություններ կազմավորվեցին անհիշելի ժամանակներից, հա, մրցակցության առաջնահերթ թիվ 1 թիրախը մրցակցության դա շուկաների համարն էր պատերազմը, լիներ սառը պատերազմ, լիներ տաք պատերազմ, լիներ տեղեկատվական, ինչ պատեր, լիներ տնտեսական, շուկաների համար է գնում, ամեն ինչ, բոլոր բախումները, հակամարտությունները, շուկաների, այսինքն եթե մի երկիր արտադրում է եւ հնարավորություն իր արտադրանքը սպառել, այդ երկրի քաղաքացին շահ ունենում, այդ երկրի բյուջեն մտնում է հարկ եւ այդ երկիրը դառնում է իր արտադրանքը սպառելով այլ երկրում, սպառվող երկրի համար ասող երկիր է դառնում։ Օրինակ հիմա Ռուսաստանում եւ Ուկրաինայում այս դեպքերի հետ կապված բարետանյութի աշխարհում, բարետանյութի լրջագույն ճգնաժամ կա, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգներում, ֆոսֆորի օրինակ։ Չկա։ Այսինքն գյուղատնտեսությունը լրջագույն հիմա ճգնաժամի մեջ է հայտնվելու, որովհետև հայտնի բարետանյութի էլեմենտներից մեկը հիմնական արտանող երկրներ Չինաստանն էլ չի արտահանում։ Մեկը Ուկրաինան էր, մյուսը Ռուսաստանը եւ այդպես շարունակ։ Այսինքն շուկաների համար է գնում բոլոր մրցակցությունը։ Իհարկե Գագիկ Ծառուկյանը ճիշտ է ասում։ Առաջին հերթին Թուրքիան է դառնալու մեզ համար որպես հիմնական արտադրանք սպառող երկիր։ Երկրորդը Ադրբեջանն է դառնալու։ Իհարկե։ Բա պետությունները ո՞նց են նվաճում։ Օրինակ Կռվի դաշտում ո՞նց է երևում, որ ով է հաղթում, մինչև ամիջական շփում չլինի, կոնտակտ չլինի, մինչև մի ուժը մյուսի տարածքը չվերցնի, այդ ձևով է չէ երևում։ Այդ նույն տրամաբանությունը տնտեսության մեջ է։ Մինչև տնտեսությունները ամիջական կոնտակտի մեջ չլինեն, շահերի բախում չլինի, շոկաների մրցակցություն չլինի, չի երևա, հնարավորություն չի ստեղծվի, թե ով է հաղթելու։ Այսինքն երկու պետություն, քանի դեռ տնտեսությունները մրցակցություն չունեն, իրենք պատերազմի մեջ չեն։ Այ հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը օրվա իշխանությունների ձեռամբ մտնում են մեր տնտեսության մեջ, այսինքն մեր տնտեսության հետ մրցակցություն, մեր տնտեսության հետ պատերազմ։ Եվ Հայաստանի վերջը ինձ համար պարզ է, եւ ոչ միայն ինձ համար։ Հայաստանը դառնալու է նոր Աջարիա Թուրքիայի համար։ Պետության տարածքները պետք չի նվաճել միայն սա բանով, տակ պատերազմում զենքով։ Պետության տարածքները նվաճվում են նաև տնտեսապես։ Օրինակ Վրաստանի տարածք Աջարիան Թուրքիայի ամբողջությամբ ազդեցության տարածքը։ Բոլոր առումներով, սկսած հատուկ ծառայություններից
հոգևորականներից, մսկիթներից, առևտրի կետերից, կոմունիկացիայից, նավահանգստային, ուրեմն կառույցներից, բիզնեսից, туриզմից, ամբողջովին Թուրքիա։ Շատ տարածքներ կան, որ անգամ վրացիներ իրանք չունեն մտնելու։ Ուղղակի Թուրքիայի համար բարենպաստ է, որտեղ Աջարիայի բնակչության վրացի բնակիչները հիմնականում մահմեդական են։ Ժամանակին քրիստոնյա վրացիները մահմեդականություն ընդունել, Աջարիայում այդպես է։ Բայց դա կապ չունի հիմա, եթե Վրաստանի օրինակ ես բերում ինչի համար, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան մտնում են արդեն մեր տնտեսության հետ կոնտակտի մեջ, օրինակ իրանց համար գլխացավանքը մեր ատոմականը, առատությունից ունի չէ Ադրբեջանն ու Թուրքիան ասում ատոմականը փակեք։ Որտեւ ատոմականը քո երկրի էներգիայի արտադրության 35% է տալիս, ինքնիշխանությունն է։ Գազը թանկացրեցին 35-40% տալիս է Երևանի ջեկը, գազի վրա է նստած։ Այսինքն կարելի ասել 80% հոսանքը միանգամից, եթե ատոմականը փակվում է, գազն էլ թանկ է լինում։ Վերջ 80% հոսանք չկա։ Որ պատկերացնում ենք մենք, որ վաղ միջնադար ենք մտնելու։ Հետո թուրքական բաներն են գալու, ինչպես ասում են, վառարաններն են գալու, գազի բալոններն են գալու, վրան ջերմ համբույրներ հայ ժողովրդին։ Հետո ադրբեջանական գազն է գալու սկզբից մի քիչ էժան, հետո երբ որ սովորեցնեն իրենց ասեղի վրա, հետո բավականաչափ թանկ։ Որոշ դեգեներատներ էլ ասում են Ամերիկայից հեղուկ գազ բերենք Հայաստան։ Պարոն Նահապետյան, բայց նույնիսկ ադրբեջանցիները էներգակիններ ստվեցին, չէ, որ պայն կուզեն կանջատեն, որ ասում են ֆիտիլը կանջատեն եւ ամբողջ ժողովրդին կմարտեն սառնամանիք։ Որոշ խելոքներ, որ ասում են ադրբեջանական գազ բերեն, ես նորից եմ ասում, եթե պետք լինի, ես ես կարող եմ տալ մասնագետի, էներգետիկի, որը լավագույն մասնագետներից մեկն է, ինքը ուղղակի Հայաստանի Հանրապետությունում չի, իր հետ կարող է կապի դուրս գալ, հարցեր տալ, ինչ ասել է ադրբեջանական գազը Հայաստան ոնց է մտնելու։ Ասում են Ռուսաստանից Վրաստանով Հայաստան մտնող գազամուղին են, չէ՞ կպնելու։ Իսկ ով ասում որ ռուսական կողմը թույլ կտա։ Դա ռուսական գազամուղ է, ռուսն է որոշում, այդ գազամուղի մեջ ադրբեջանական գազ կմտնի, թե չի մտնի։ Նույնը ասենք Իրանից եկող գազի մասն են խոսում, հաստատ մինչև Երասխ, մի փոքր վերև, ավել չէ, բա մնացած Հայաստանը։ Տրամագիծը փոքր է չափը, ես նորից եմ կրկնում, եթե տաղավարը գտնի կարևոր թեմա, ես կարող եմ կոորդինատները տալ, անց լավագույն մասնագետներից մեկը, դետալ կպատմի ինչ ասել է այդ բլեֆը, ադրբեջանական գազ կամ այլ երկրի գազ, որը փոխարինող է ռուսականին։ Սա է։ Այս ամենին զուգահեռ պարոն Նահապետյան, մենք տեսնում ենք պարգևավճարներ են դուրս գրում 5 միլիարդի պարգևավճար, այսպես ասենք, շարունակում է զվարճանքը ժանտախտի օրերին, երբ հայ տնտեսվարողները կանգնած են այս լրջագույն խնդիրների առաջ, ինչի համար են իրենց պարգևատրում, խնդրեմ։ Եկեք այսպես նայ։ Ձեր չեն առնում է, ախր դուք ամեն ինչ չափում եք ձեր արշինով։ Հիմա այս միշտ խոսքի կարևորությունն այն է, որ դու կարողանաս նաև որոշակի պատմական զուգահեռներ տանել, որտեղ մեզ համար պարզն է, օրինակ եմ բերում 1941-44 թիվ Գերմանիան նվաճել է Խորհրդային Միությունից, գրավել է Բելարուսյան Ուկրաինան։ Այդտեղ կան նաև ոստիկաններ, այդ ոստիկանների ճնշող մեծամասնությունը տեղի բնակիչներ են, որոնք ծառայում են գերմանացիներից։ Հիմա ինչ է կարծում, այդ ոստիկանները աշխատավարձ ստանում են բարձր, վստահաբար այո, պարգևավճար ստանում են, այն էլ ոնց, բայց գիտեք ինչի համար։ Օրինակ ասենք պարտիզան ձերբակալելու, պարտիզան խփելու, պարտիզաններին օգնող գյուղացիներին բացահայտելու կամ քաղաքացիներին։ Այ ոստիկանները դրա համար պարգևավճարներ են ստանում։ Հիմա այստեղի ոստիկանները ինչի համար են ստանում։ Իշխանությունների դեմ գործող քաղաքացիների, հա, քաղաքացիներին սադրող անձանց, դրանք են ստանում։ Այսինքն ով իշխանության դեմ պայքարում է, իսկ մեր իշխանությունը արտաքին կառավարման ներքո է, կոլաբորանտ կառավարություն է։ Կոլաբորանտ կառավարության ոստիկանը այո բարձր տիստանա, աշխատողը ադմինիստրատիվ աշխատողը բարձր տիստանա, ի հաշիվ մյուսի դեպ։ Բապտի բարձր ստանան, բայց պարգևավճարներով Փաշինյան այսօր ինչի վրա է նստած, ոստիկանական համակարգ վարչական ռեսուրս, վերջ ուրիշ բան չկա։ Տակը բան չկա, մնացած տակը հայ ժողովուրդն է։ Իսկ սրանք կոլաբորանտ կառավարությունն է իր գործիքներով, կոլաբորանտ կառավարությունը գործիքներից հանում ես, մնում է հայ ժողովուրդը։ Բա իհարկե բա իր ծառայողներին պիտի փողը տա։ Պլյուս որոշ օլիգարխներ կան, որոնց նկատմամբ Փաշինյանը ակնհայտ մեծ սերատացում, ունեցվածքի առումով։ Կոչվում է ունեցվածքի վերաբաժանում կամ էքսպրոպրիացիա։ Արվելու է բոլորի հանդեպ արվելու, քանես իշխանությունը մնաց։
Նույնիսկ այն օլիգարխների, ովքեր Փաշինյանի հետ մոտ էին եւ ովքեր օգնեցին Փաշինյանին բերել իշխանության։ Ոչ միայն։ Բոլորին վստահեցնում եմ ձեզ։ Եթե Փաշինյանը երկարատև Փաշինյանին Ֆրանսիայի իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը պահելու են Բրիտանիայի խավորությամբ, եթե պահելու են 20-30 տարի, ինձ ասում են ոնց են պահում, ոնց որ Ֆրանսիան Աֆրիկայում 7-8 գաղութ ուներ, 40-50 տարի բան էին, դիկտատորներ էին մնում, չէին մնում էին։ Հիմա ասենք պահում են, կապ չունի այդ Փաշինյանի դեմքով կլինի, թե առանց Փաշինյան կլինի, մեկ ուրիշը կլինի։ Ֆրանսիան պահում է, ես գործի խավորը Ֆրանսիան է։ Ֆրանսիան պահում է, հետաբար իհարկե ամեն ինչ պետք է անի, որ նոր օլիգարխներ լինեն, այս հին օլիգարխները կապված են այլ երկրների հետ։ Կապված չեն հիմնական կուրատոր պետության հետ, օրինակ Ֆրանսիայի։ Եվ հետաբար Փաշինյանը ստեղծելու է օլիգարխիկ համակարգ, որը կապված է լինելու Ֆրանսիայի մի կողմից, մյուս կողմից Թուրքիայի հետ, ուղղակիորեն այս երկու պետության հետ է։ Այսինքն այդ երկու պետության գործիքներն են դառնալու Հայաստանում։ Բոլորին են կուլակաթափանելու։ Որտեվ օրենքն է, ոչ թե որ Փաշինյանը վատ է, ինչ որ մեկին սիրում է կամ չի սիրում, այդ սիրել չսիրելու հարթությունը հենքում դրեք։ Այս խաղի կանոնները դա են պահանջելու։ Չի կարող օլիգարխը ինքը գումար ունի, գումարը նշանակում է միջոց նշանակում է կազմակերպական կառույցներ, նշանակում է փողոցային ցույցեր եւ այդպես շարունակ։ Այդ հնարավորությունը Փաշինյանը եւ իրեն էլ ասում եմ, դի կտրես, զրոյացնես, հիմա առաջին զոհը Գագիկ Ծառուկյանն է։ Ոչ թե որ անձնապես սիրում է կամ չի սիրում։ Ուղղակի իրեն պատրվակել պետք Գագիկ Ծառուկյանը այս կեցվածքի համար, որը փաստորեն ձեռնոցն հետեց իշխանությանը եւ մեկ էլ են հայտնի խոսքը։ Դրանք պատրվակ են, բուն նպատակը ինքը անելու է։ Նույնը արվելու է, ասենք, Սամվել Կարապետյանի ունեցվածքի հետ։ Երով կա, ասենք, շատ ունեցվածք ունեցողն է։ Բոլորին էլ կպնելու է, հետո իր կողքի շրջապատին է կպնելու, Գրանդ Տոպագոյին է կպնելու, բոլորին է կուլակա դա, որտեղ խաղի կանոնն է։ Ինքը չի կարող չան։ Եթե ինքը չարես դա, ինքը կարող է տապալվի։ Որտեղ իրական իշխանություն երկում ունեն օլիգարխները, որտեղ ունեն ֆինանսական մեծ միջոցներ, ունեն տասնյակ հազարավոր աշխատողներ, որոնք ունեն ընտանիքի անդամներ, դրանք պոտենցիալ բոլոր ընտրողներ են, չէ՞, եւ պոտենցիալ փողոցում կանգնողներ են։ Բա այդ ռեսուրսը ոնց ասենք Փաշինյանը թողի բախտի կմաճուկին։ Չէ, ինքը պետք է նշանակի իր մարդուն եւ խիստ հանձնարար։ Այդ մարդը ամբողջովին կապված լինի Փաշինյանին։ Հիմա ինչ է կարծում Սամվել Ալեքսանյանը տենց 100%-ով կախված է Փաշինյանից։ Բարև ձեզ։ Կամ ասենք Խաչատուր Սուքիասյանը, կամ Գրանդ Տոպագոյի Վարդանյան Հրանտի տղաները։ Բարև ձեզ, ոչ մի սկզբունքորեն այնքանը որքանով։ Այդ մարդիկ ինքնաբավ լուրջ կառույցներ ունեցող, ֆինանսներ ունեցող, կապեր ունեցող մարդիկ են։ Եվ Փաշինյանն էլ այդ խաղի կանոններով չի հանդուրժելու, այո, վաղտե իրանց էլ է կպնելու։ Սա թող բոլոր իշեն։ Գագիկ Ծառուկյանի գործին նորից անդրադառնանք, տեսանք անցած շաբաթվա վերջին օրերին 12 ժամ եւ ավել հարցաքննություն, առերեսումներ ինչ-որ իրանցիների հետ, փաստացի խաբեբաներ են հենց այս իրանցիները, որոնց իրանական դատարանն է մեղավոր ճանաչել եւ ըստ էության իրենք են միլիոններ գցել պարոն Ծառուկյանին, ոչ մի ներդրում Հայաստանում չի եղել, այս գործը այսպես ասենք, հա, պայթում է, խնդրեմ։ Այդ ջրվեց, հիմա ուրիշ գործ է, հարկերի թաքցնում, այդ կոնյակի գործանի տնօրենին պատական են ձերբակալել։ Հիմա էլ դա են ուզում կարել։ Նորից եմ ասում, այն որ ասում է մեկը մեկին ուզում է կպնի, անընդհատ ինչ որ պատճառներ է գտնում։ Ըստ մարդը խուսանավում է, էլի, դիմացինի այդ անպարկեշտ հարցերին կարողանում այդպես նորմալ պատասխաններ տալ, որ կռիվ չլինի, վերջում ասում է, բայց չհասկացա քո աշկի վերևը խի ունք կա։ Քոնը պետք է չլինի։ Ասում է ոնց, ասում է տենց։ Քանի որ աշկիդ վերևը ունք կա, ուրեմն դու իմ դուրի չես գալիս, ու վերջ։ Հիմա մոտապես սա է։ Պատճառը պատրվակը կապ չունի։ Քի ինչն է օրենքով արել, որ հիմա մենք էլ այս մեկը նայում ենք անօրեն է։ Այդ հարյուրավոր մարդիկ, որ հիմա բանտերում են, հազարավորները տնային կալանքի տակ, որտեղ բանտերում տեղ չկա, այդ որն է օրենքով արել, որ էս էլ օրենքով արվում։ Գնահատենք, ասենք, իրավունքի տեսանկյունից խախտումները։ Անդրանիկ Թևանյանին է օրենքով անում, Արեգնաց Մանուկյանն է օրենքով անում, Արմեն Աշոտյանն է օրենքով անում։ Հոգևորականներին փաթեթով։ Հիմա եկեղեցու վրա շուտով որ հարցակում կազմակերպի վեհապարին փորձի գանկեց անել, դա է օրենքով անել, ի՞նչ դա օրենքով անում։ Ես զարմանում եմ, օկուպացիոն տարածքներում օկուպանտից ասում եք հարգելիս օրենքով արա։ Օկուպացիոն տարածքում մի օրենք կա, ուժի օրենքը, ուժի իրենն է, իշխանություն իրենն է անում է, որտեղ վերևից էլ տենց հանձնարարական կա, որտեղ ինքը կոլաբորանտ կառավարության բան է, գլուխ է, այդքան բան։
Պետք չի ոչ զարմանալ, ոչ զայրանալ։ Սա պետք է ընդունել օրինաչափ, նայել այլ պետությունների պատմությունները եւ հասկանալ, թե ինչպես կարելի է ազատվել ուրեմն այսպիսի ռեժիմներից։ Իսկ օրինակները շատ են։ Ոնց եմ ասում, շատ ավելի հանգիստ է այս ամեն ինչը։ Հանգիստ ինչ առումով, ստապ դատելով։ Մեկ էլ քաղաքական պայքարով են օկուպացիայից ուզում ազատվել, լուրջ եք ասում։ Դե պայքար է քաղաքական պայքարով օկուպացիայից ազատվեք։ Չէ, քաղաքական պայքարով կարող ես ազատվել, եթե 1 միլիոն, 2 միլիոն հայ դուրս գա Հայաստանի Հանրապետության փողոցները։ Այդ կոչվում է քաղաքացիական անհնազանդություն, այսինքն ժողովուրդը սկզբունքորեն չի ենթարկում, այդ թվում եւ ոստիկանները, այդ թվում նաեւ իր վարչական ռեսուրսը, այո, այդ առումով համաձայն է։ Օրինակ Գանձին Հնդկաստանում էլ էր քարոզում, ասում մի վախեցեք, ծեծվելուց, բռնվելուց, խոշտանգվելուց, սպանվելուց, մի վախեցեք։ Եթե մարդը չի վախում եւ արժանապատիվ է եւ օկուպանտին ուզում է որ դուրս գա, այդ մարդը չի ենթարկում, այսինքն այդ կոչվում է քաղաքացիական անհնազանդություն։ Այո, միակ ձևը սա է, որ հայ ժողովուրդը դուրս է գալիս, ասում է, այս իշխանությանը ես չեմ ենթարկում, դա համատարած դիլնի։ Այդ ժամանակ այս իշխանության բուրգը նույն պահին փլուզվում է։ Փաշինյանը ինքնաթիռում ճողոպրում է։ Վստահաբար հաշվառնելով իր քաջ արասիրտ հոգեկերտվածքը։ Մի հատ էլ հարց էս թեման ամփոփենք, հետո նաև ռազմագերիներին պետք է խնդրեմ անդրադառնալ հարցին։ Հատկանշական է, որ գիտեք ինչպես հեծ խլեցին, նույն ձև Արարատ ցեմենտն են խլել, եւ վերջերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանը հպարտանում էր իրենց կուլակաթափ, այսպես ասենք, որ իրականացրել են այդ ծրագիրը, ավելին սպառնում ըստ էության Արարատ ցեմենտի աշխատակիցներին, բարեխղճորեն կատարեք ձեր աշխատանքը, այլապես ազատման դիմում կգրեք կամ քրեական կամ վարչական պատասխանատվության կենթարկվեք։ Խնդրեմ այս անձի հետ կապված տեսակետը։ Մենց լուրջ խիստ մտավորական անձերի հանճարեղ մտքեր պետք է ես կարողանամ մեկնաբանել։ Այս անձինք ժողովրդական լեզվով ասած տաք են։ Իրանք գործիք են։ Ես մի օրինակ բերեմ, հա, այդ կարգի անձած կոլաբորանտների, ովքեր օրինակ ծառայում են նույն նացիստական Գերմանիային։ Իրենք ազգությամբ ռուս էին, բայց իրենց նոր ազգություն էին հորինել կազակ։ Մոտ 150-ից 200,000 կազակ կռվում էին Կարմիր բանակի դեմ։ Հետո երբ մի կողմից Կարմիր բանակը, մյուս կողմից անգլո-ամերիկյան դաշինքի զորքերը մտան Գերմանիա, ազդեցության գոտիների բաժանեցին։ Այդ տարածքում կազակները արագ խորհրդային ազդեցության տարածքից ճողոպրեցին դեպի բրիտանական ազդեցության տարածք, որպեսզի չձերբակալվեն։ Մոտ 200,000 անձ մարտունակ, բավականին այդպես հայտնի մի Կրասնով կա։ Իդեպ դրա արձանը միջև հիմա Կրասնոդարի երկրամասում դրած է։ Մասնավոր անձ է դրեց։ Երբ Նժդեի պահով խոսում են, ես մի օր շատ խիստ ռուսական լրատվամիջոցին ասել է դուք գնացեք ձեր Կրասնովի արձանը հանեք, հետո եկեք մեր Նժդեին կպեք, հա։ Նժդեի գոնե բանով գործող բանակի հրամանատար չի եղել Կարմիր բանակի դեմ կռվողի տարբերություն Կրասնովի։ Հիմա սա ինչի հիշեցի։ Հետո Ստալինը իմանում է, որ ոչ միայն Ստալինը հասկանալի է, որ ռազմական հետախուզությունը իմանում է, որ կազակները կարողացել են տեղափոխվել բրիտանական գոտի։ Ստալինը բրիտանացիներին Չերչիլին սիրով հորդորում է այդ 200,000-ին լցնել վագոնները, բանցիկը կապել եւ ուղարկել։ 200,000-ին լցնում են վագոնները եւ ուղարկում են։ Բոլորին դատում են, բոլորին գնդակահարություն։ Պապան ավելի լավ է թող մտածի այս հիմարությունները, որ դուրս է տալիս, ազգայնացում, բան, չգիտեմ ինչ ազգայնացում։ Ինչի մասն է խոսքը։ Չէ, ինչ օրենքով են վերցրել, ինձ կարող է ինչ անշանակում ազգայնացում։ Ազգայնացում հասկացություն չկա, նախ հետի պետականացում տիլնի։ Այսինքն դու հիմնավորում ես, որ ժամանակին այս տնտեսվարող սուբյեկտը, օրինակ ինձ հետաքրքիր, որ իրենց համախոհներ մի ժամանակ այդ բանը օբյեկտի տերը, այդ ժամանակ բան չէր, ազգայնացման ենթակա չէր, թե վերջում ազգայնացնելուց հետո նորից նվեր են տալու իրենց գոլեգային, կամ ծախելու են թուրքերին։ Այդ ու նաև հեծը, երկաթուղին, ատոմականի չեկյատներ են պատմում։ Իսկ մարդիկ մտածում են, որ բան է այստեղ լրիվ կիսագրագետ վիճակ է, իրանք իրանց մեզ իրենց արշինով են չափում։ Չազգայնացում։ Ակնհայտ է, որ հիմա գնում է կուլակաթափության գործընթացը, այդքան բան։ Կամ թալանա, այսի պարզ ռեկետու թալանա, այո, պարզ ռեկետու թալանա։
Բայց քայլը հավաքելու ժամանակն էլ է գալու, ես չի որ։ Որտեւ ցանկացած կոլաբորանտ կառավարություն վաղ թե ուշ այդ կառավարությունները ինչ են անում։ Հեռանում են։ Նույնիսկ աֆրիկական երկրներ, որտեղ 40 տարի դիկտատորներ են, բայց վերջին հաշվով այդ ժողովուրդը, ասենք, մասնավոր ռազմական կառույցների օգնությամբ այլ երկրների տապալում է, ասենք, ֆրանսիական գաղութատիրական համակարգը։ Մալիում, Չադում, որտեղ այդ ժողովուրդների նստացել են ինչի վրա։ Ամենահարուստ ուրանի հանքեր ունեցող կոպեկներով տանում են, ժողովուրդն էլ ռակի հիվանդության ճիրաններում էր, բաց արդյունահանումով տանում են։ Հիմա Հայաստանը եւս դիտում են այդպիսին։ Իդեպ Մարկո Ռուբիոն, որը չբարեհաճեց անգամ Երևան գալ, եկավ ասեց, այս տարածքները իմն ալ, միած ստորագրեք, որ ես եմ ստեղ օգտագործելու։ Այդ Մարկո Ռուբիոին թվում է, որ իրենք են, հələ թող իրանք մի հատ իրանց իշխանությունը կարողանան ԱՄՆ-ում պահել, հետո կերևա, որից հետո է առայժմ։ Թող հələ Իրանին հաղթեն, մեծ բաներ չասեմ։ Այն հսկայական բաները, Սաուդյան Արաբիան Էմիրատները, հսկայական այդ արաբական թերակղզու մեծ մասը իրանցն է։ Ամենահարուստ երկրները եւ այլն, այն հուսիտները, խեղճ հուսիտները, ծնկի են բերել դրանց։ Շատ լավ։ Ահա, ուզում եմ ասել իրականության գույները լրիվ այլ են։ Եվ վերջին հարց Բաքվում շարունակվում են մեր հայրենակիցները խոշտանգվել, գալիս են սարսափելի տեղեկություններ, Ազատությանը վերջերս հայտնել էր Սիրանուշ Սահակյանը, որ մեր ռազմագերիների վրա կան հետքեր, վնասվածքներ, մինչև անգամ կոտրվածների մասին է խոսքը, իհարկե սա հայտնելու կարիք չկար, մենք դատավարության կադրերը հիշում ենք, որտեղ եւ Ռուբեն Վարդանյանի եւ Բակո Սահակյանի եւ մյուսների դեմքին կային վնասվածքներ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ու սրանք շարունակում են կերակրել իրենց խաղաղությամբ։ Իմ համար դժվար է ընդհանրապես այդ տղերքի մասին խոսան, ինչ խոսամ։ Գերության մեջ տանջում են, բան ինչ պիտի անեն։ Այն որ 1-2 ամիս ծնողներին խոստանում էր, ասում էր, հեսա ձեր երեխեքին կբերենք, բերեցին։ Բա ոնց չէ, բերեց։ Մնացեք սպասող։ Ոնց եմ ասում, մեր տղերքին մենք պիտի բերենք։ Մնացածը հեքիաթների դաշտից է։ Ընդ որում օրինակներ կա, այս վերջերս, անցյալ տարի վերջերս ասելով, կամ այս տարվա սկիզբն, չգիտեմ, Ռուսաստանից ձերբակալված անձին կային հետախույզներ էին, որոնք բացահայտվել էին։ Եկան Ռուսաստանի դաշտություն։ Ինչպես։ Փոխանակում եղավ։ Սիրով էստեղից ձերբակալված բրիտանական, ամերիկյան, եվրոպական զինվորականներն ու հետախույզները տրվեցին, այն կողմից բերեցին իրանց մարդկանց։ Ուրիշ ձև չկա, այս մնացածը հեքիաթների դաշտից է։ Մեկ էլ Միացյալ Նահանգների կոնգրեսի ինչ որ հանձնաժողով 47 կողմ 5 դեմ, ստեղ հորթի հրճվանքով թրջկոտում բան, ոչ մի իրավական ուժ ունեցող բան չի, ոչ իրավական ակտա, ոչ օրենք, հա, ընդհանուր։ Այս նույնն է ոնց որ Միացյալ Նահանգները հայոց ցեղասպանությունը ընդունում էր նահանգ, հետո նահանգի քաղաք, հետո քաղաքի մեջ փողոց, հետո փողոցի մեջ շենք, հետո շենքերի մեջ շքամուտ, հետո բնականը տեցել վերջում գալիս էին մարդկանց էին հերթով։ Այսինքն ցեղասպանություն էին ընդունում։ Հիմա էլ էս, հա, ինչ-որ մի հատ հանձնաժողով, ինչ-որ մի հատ բան ընդունել, ինչ։ Մեզ ինչ։ Հարցը ինչ է, ինչու է ընդունել։ Մենք եթե մի քիչ ավելի խորագետ լինենք, հարցը տանք, ինչու հիմա է ընդունվել։ Ինչ է այդ մեր ռազմագերիների մասին, բարձր Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ հանձնաժողովը նոր է իմացել։ Կարծում եմ չէ, միշտ էլ իմացել է։ Բայց ինչու է նոր ընդունել։ Որովհետև օրինակ Բաքվում պարզում է լրացիչ գազ ու նավթ է ծախում Գերմանիային։ Ալևը գնաց պայմանագրեր նոր կնքի։ Բայց ում գազն ու նավթը պիտի վաճառվի Գերմանիային։ Ամերիկյան չէ, հեղուկ գազը չէ։ Այն հյուսային հոսք երկու գազամուղը պայթեցեց, որ ամերիկյան է, չէ վաճառվի։ Այսինքն Գերմանիան նստեցվի Ամերիկայի էներգետիկ ասեղի վրա։ Մեկ էլ պարզում է, որ այս Գերմանիան այսքան խելոք է։ Ասում է Ադրբեջանում էլ գազ ու նավթ կա, կարող մի քիչ շատ Իրանից առնեմ։ Ամերիկան ասեց ոնց Ադրբեջանից առնես, հիմա մենք կասենք, որից հետո է։ Հանձնաժողով հələ մի հատ էս ընդունեք։ Եթե Ադրբեջանը խելքի չգա, այդ հանձնաժողովը մեկ էլ հարցը օրակարգը կմտնի որտեղ։ Ուսեն կոնգրես։ Բայց կմտնի ընդհանրապես այնպես ինչպես Կնեսետը հայոց ցեղասպանությունը դեռևս սպասում է, շատ արագ լուծարվեց։ Կառավարությունը ընդունեց, Կնեսետը լուծարվեց։
Կնեսետը կընդունի 2250 թվին կամ չի ընդունի։ Այսինքն այս գործիքները մեր դեմ օգտագործող նույնը ասենք օգտագործում են ռազմագերիները, ինչ կա այդտեղ առնելու։ Ոչ ողջևորվել է պետք, ոչ էլ շնորհակալություն հայտնել է պետք։ Այդ ամեն ինչ անում են իրանց շահի համար։ Միացյալ Նահանգները իր շահի համար դանով ցավացնում է Ադրբեջանին, Իսրայելը իր շահի համար դա համար ցավացնում է Թուրքիային, այդքան բան։ Մեր դարդի, մեր ցավիտերը մենք ենք, ուրիշ ոչ մեկ։ Մեր տղեկին էլ մենք ենք հետ բերել, ոչ մեկ չի բերել։ Թող է ժողովուրդ իմանա, դա հեքիաթներ չկա։ Միջուկային գերտերություն մարդը միջազգային ացաներով չբերեց իր գերեվարված մարդկանց։ Պուտին ինչով բերեց իր հայտնի հետախույզին 15 տարի նստած էր։ Փոխանակեցին, այդքան բան։ Փոխանակումով շատ արդար փոխանակում է, այդտեղ գլխականակը չի, որակի մասին է։ Օրինակ ռուսները մի քանի 100 տվեցին, մի 15-17 հոգու բերեցին իրենց մարդկանցից, որոնք գերեվարվել էին։ Այդպես է լինում։ Կյանքի եւ պատերազմի օրենքներն է։ Մնացածները հեքիաթների եւ կենացների դաշտում եւ մեկ էլ սուտ խոստումներով։ Քանի 3 ամսից էր, հա, բերում, 3 ամսից մեր տղան 2 ամիս կսպասենք կբերենք, հա, մնացեք սպասող։